Առաջի օրվանից եմ եղել այս շարժման կողքին, ինչ որ կարողացել եմ արել եմ, չեմ թվելու, չեմ ասելու, որովհետև դա իմ պարտքն էր, ոչ մի առանձնապես հերոսություն չկար, սխրանք չկար իմ արածի մեջ, իմ կարողությունների չափ աշխատել օգտակար լինել մեր ընդհանուր գործի։ Էդ է խնդիրը իմ եղել։ Առած հիմա այնքան մարդ հայտնվել են, հերոսներ են, բան, չգիտեմ, չէ, ինչ որ քո պարտքն է որպես քաղաքացի, որպես սխրանք պետք չի ներկայացնել, պարտք ես կատարել, վերջ։ Գուցե ասենք այսպես, որ 5000 տարվա մեջ անցավ երկար, դժվար, խորթուբորտ ճանապարհ եւ հազար փորձություններից փրկվելով նորից վերածնվեց։ Կարծում եմ, որ այլևս խորթուբորտություններ, այլևս ուրիշի տիրապետություն, այլևս հարամարյուն, հարամոտք այդտեղ չի դրվի։ Կմնա զոլալ, մաքուր, մեր հենքն ու հիմքը։ Արցախը միշտ եղել է հայ ժողովրդի հենքն ու հիմքը։ Ես մի քիչ ռասիստ եմ իմ համոզումներով եւ շատ հայեր ինձնից նեղանում են, որ ասում եմ, բայց ես համոզված եմ ասում, որ Արցախը հայ ժողովրդի էլիտան է, ազնվականությունն է, դա իմ համոզումն է։ Այնքան թերություններ ունենք մենք, փոքր ազգ լինելով հանդերձ, մեծ թերություններ ունենք։ Բայց ես մի խոսք եմ ասել, ուզում եմ կրկնել, հայ ժողովրդի բոլոր թերությունները պատճառ ունեն, բացատրություն ունեն։ Իհարկե, հազար ու մի դժվարություններ կա։ Ես չէի ասի, թե մենք որպես պետություն կայացել ենք, որովհետև պետություն կառուցելը շատ դժվար բան է եւ 20 տարին չնչին ժամանակահատված է, որպեսզի կարողանաս քո ուզած պետությունը կառուցել։ Գլխավորը ես համոզված եմ, ոչ մի կասկած չունեմ, որ մենք առաջ ենք գնում։ Դժվարությամբ։ Տեսեք, այսօր եթե նայենք մեր ղեկավարությանը, եւ Արցախում, եւ այստեղ Հայաստանում, շատերի հետ համաձայն չենք լինի, շատերին կհամարենք ոչ իրենց տեղում, ոչ կոմպետենտ, պատահական եւ ամենակարևորը ոչ երկրին տեր։ Բայց ես այդ բոլորը հաշվի առնելով, նկատի ունենալով, միշտ ասում եմ, բայց բարձրագույն մի մեծ աստվածային մեր երազանքը ի կատար ենք կացել, մենք ազատ ենք, մենք անկախ ենք։ Ուրեմն, եթե անկախ ենք, ազատ ենք, ինքնատեր ենք, մենք ենք մեր տերը, պետք է, որ մենք ամեն ինչ ի վերջո կարգավորենք։ Մեր ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է, ազատությունն է, որը իհարկե բոլորիս համար կարծում եմ սրբություն է։ Սրբությունը, որը պետք է առաջին հերթին պահել, պահպանել, գուրգուրել, չկորցնել հանկարծ սերունդը, որը կռվեց այդ մեր կազանակերպ թշնամու դեմ, արդեն լցված էր այդ հաղթանակի կարոտով, արդեն լցված էր հայրենասիրությամբ եւ դրա պատճառը, դրա սկիզբը իհարկե գալիս էր 60-ական թվականների հայ ժողովրդի մշակութային հոգևոր վերածնունդից։ Գալիս են մեծ մարդկանցից, որոնք դաստիարակեցին այդ սերունդին։ Շիրազ, Էմին, Վահագն Դավթյան, Համոսահյան, շատերը Դաշտենց եւ այլն շատերը։
եւ մեր ներկայացումները, մեր ֆիլմերը, այդ բոլորը դաստիարակեցին այդ երիտասարդների մեջ կուտակված ցավը, իրենց խեղդող այդ խեղդող վիրավորանքը մղեցին դեպի հերոսությունների։ Եվ այդ պատճառով էլ մենք հաղթանակեցինք, չնայած դե պատերազմ է առանց կորուստների չի լինում, ինձ համար գոնե շատ դժվար է հաշտվել կորուստների հետ, այն ջահել տղաների, այն սուրբ տղաների, որ իրենց կյանքը տվեցին իրենց հայրենիքի համար։ Բայց այդպես է կյանքի օրենքը, ազատության համար, արևի տակ տեղ գտնելու, ունենալու համար պայքար է պետք։ Գիտեք ինչ, ժողովուրդ, որ հաղթանակներ չի ունենում, ավելի լավ է չապրի։ Պետք չի այդ ժողովուրդը, ոչ մեկին պետք չի։ Եվ հաղթանակ ոչ միայն ռազմի դաշտում, ամեն ասպարեզում, մեզ համար, հայերիս համար, ամեն մի փոքրիկ հաղթանակ է, սպորտում, արվեստում, այսի որտեղ, մեր դիվանագիտության մեջ, ցավոք սրտի քիչ են հաղթանակներ, ռազմաճակը ամեն ինչը կարևոր է, թող զիջում չկա, չկա այդպիսի բան, չի կարելի, ինչ որ մենք ետ ենք վերցրել, ոչ թե նվաճել ենք, այս բոլոր ամեն մի հայ պետք է իմանա, թուրքերը գիտեն դա, մենք չգիտենք, մենք որ ասում ենք փող զիջում, ես հարցնում ինչ է հետ տանք, մի ժամանակ ինչ-որ մի գոբլեր, ինչ էր էլի, ասում էր թե դուք ես տվեք, նրանք են տան ձեզ, ոնց որ թե ես էլ ասեցի ես մարդը առաջարկում, ասում դուք ձեր արագածը տվեք իրենց, որպեսզի ձեր մասիսը հետ ստանաք, այդ երկուսն էլ մերն է, ինչն ենք փոխանակը, ինչի հետ ենք փոխանակում, որ հատվածն ենք ետ գրաված զիջում, իրավունքը չունենք դրա, դու գիտեք մեզ չեն հարգի, աշխարհը մեզ չի հարգի, մենք այդտեղ արյուն ենք թափել, մենք զոհեր ենք տվել, եւ մենք ոչ մի բան, թող այսպես շարունակվի 1000 տարի, թող թուրքերը մեզ ատելով ապրեն, բալքի հետ ատելությունը դառնա ժանկ իրանց ուտի, թույն դառնա իրանց ուտի, վերջանան այս աշխարհից այդ վայրենի ժողովուրդը։ Ոչ մի բան չի կարելի զիջել, ոչ մի րոպե, մանավանդ չի կարելի որևէ հարց լուծել առանց Արցախի։ Կարևոր Արցախն է, կարևոր է ժողովուրդն է ինչ կասի, կարևոր է ժողովրդի ղեկավարությունն է ինչ կասի։ Դա շատ կարևոր է։ Ոչինչ չունենք մենք զիջելու։ Մենք միջին հատված վերադարձրել ենք հայոց պատմական աշխարհից։ Ում ենք տալիս, ինչի համար ենք տալիս։ Այն բանը Տիգրանակերտը, որ հիմա պեղում են, դրա ղեկավարը մի անգամ ասել էր, թե այս ինչ ենք անում, սա հետ ենք տալիս ուրեմն, մեր քաղաքը հետ ենք տալիս, սա մեր քաղաքն է, մեր թագավորի կառուցած քաղաքն է, չէ, հետ տանք, ոչ մի բան, եւ հայոց դիվանագիտությունը պետք է այնքան խելոք լինի, այնքան ուղիղ ու ճիշտ մտածի այդ բոլորի մասին, չընկնի թուրքերի այդ դժոխային կաթսայի մեջ, դիվանագիտական, որ գիտեն թուրքերը, չէ, ամեն ինչ խառնել, բանանել նոր, մենք այդ բաների մեջ պետք է չընկնենք եւ աշխարհին պարզ ասենք, այս մեր երկիրն է, մենք արյուն ենք թափել, երիտասարդության մեջ շատ ազնիվ նվիրյալ հոգիներ եմ հանդիպում եւ ուրախանում եմ, դա ինձ շատ մեծ հրճվանք է պատճառում եւ հույս, այո, հիմա կան դատարկ մարդիկ խոսում են, ելով կկրվի սրանից հետո կգտնվեն, կան այդ կռվողները, կան այդ ազնիվ հոգիները կան, ամեն տեղ կան, Արցախում էլ կան, այստեղ էլ կան, Սփյուռքում էլ կան, ես ոչ մի վախ չունեմ այդ իմաստով եւ վերջապես գիտեք ինչ կա, հիմա ամեն մի թուրք
գիտի, որ դա իրեն հողը չի, իրեն երկիրը չի, վերջին հաշվով ինքը թաքուն մտածում է, ինչ եմ գնում մեռնեմ ուրիշի անտեղի։ Իսկ ամեն մի հայ երիտասարդ գիտի, որ ինչի համար է կռվում, չէ՞, իմ երկիր եկել ես, մտել ես, գնա այստեղից։ Ես իրոք ուզում եմ Արցախը դառնա օրինակ հայության համար, ապրելակերպի, մտածելակերպի, հայրենասիրության, պետական մտածողության, կրթության, հազար մի բան։ Այս տեսակ կա, որ Արցախը կարող է անել, կարող է լինել։